Վասան Ղուկասյանը ամուր է իր տեղում է մի խոսքով ամեն ինչ լավալնելու կանեջան շնորհակալություն Բարև ձեզ պարոն Ղուկասյան, ձեզ հետ խոսում է US Armenia News լրատվական կայքի լրագրող Գայանե Մանուկյանը։ Ինչպե՞ս եք։ Բարև ձեզ։ Մենք լավ ենք, շնորհակալություն։ Օգտվելով առիթից ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեր կազմակերպած ավտոերթի համար, որը շատ բարձր մակարդակով էր արված։ Եվ ինչպես նաև բոլոր մասնակիցներին, որոնք որ անցան այդ հալ ճանապարհը 4 ժամ եկան, 4 ժամ գնացին եւ այլն, դա պարտավորեցնող էր, դա ոգեշնչող էր, այնպես որ այդ ավտոերթից հետո առավել ևս մենք շատ լավ ենք։ Պարոն Ղուկասյան, օրեր առաջ մենք հայտարարություն տարածեցինք, որ ձեզ հետ ունենալու ենք հարցազրույց եւ մեր միջոցով ձեր համակիներն ու աջակիցները կարող են ուղղել իրենց հետաքրքրող հարցերը։ Նշենք, որ հարցերը բավականին շատ են, իսկ ձեր ժամանակը սահմանափակ, ուստի ես այսօր կուղեմ ձեզ այն հարցերը, որոնք առանձնացրել եմ։ Պարոն Ղուկասյան, Facebook-յան օգտատեր Հասմիկ Պողոսյանը ձեզ հարց է ուղղել։ Շվեդիայի բնակիչները վերջերս բողոքում էին, որ Չինաստանը գնել թե ներդրում է արել Շվեդիայի մետրոն, ու գինը այնքան է թանկացրել, որ հիմա թոշակառուզույքի համար ճոխություն է մետրոյով տեղաշարժվելը։ Ձեր իշխանության գալով ինչպես եք նախատեսում վերահսկել արտասահմանյան ներդրողներին, որպիսի վերջիններս չգան ու մեր աչքը սարքելու փոխարեն ունքն էլ չքանդեն։ Շնորհակալություն նախապես։ Ես տեղյակ չեմ նման բանից ներդրումից Շվեդիայում, իհարկե Շվեդիայում կյանքը մի քանի անգամ ավելի թանկ եւ հաճելի եւ բարձր է քան Հայաստանում, բայց ես մի բան կարող եմ ասել, որ Հայաստանում ես հենց ընդամենը մի ժամ առաջ իմ խցում նստած գծագրում մտածում էի ինչպես անել, որ Երևան քաղաքի տրանսպորտը դառնա անվճար։ Մենք ի վիճակի ենք, այսինքն ես մտածում էի Ես վիճակի եմ գտնելու ազատ ֆինանսական միջոցներ Երևան քաղաքի տրանսպորտի համար եւ պատկերացրեք այդ ազատ միջոցները ես գտա։ Իսկ ինչ վերաբերում օտարերկրյա ներդրողներին, խնդրեմ թողան ներդրեն իրենց գումարը, բայց կառավարությունը կամ տեղադրելու պետությունը պիտի ասի հարգելիս դու գումար ես դնում, բայց գոյություն ունի գնային շեմ։ Դու իրավունք չունես դնելու նման գին կամ արտասելու գինը։ Դա ոչ թե Չինաստանն է մեղավոր, դա Շվեդիայի կառավարությունն է մեղավոր, որ թույլ է տվել մետրոյի այդ աստիճան թանկացում։ Այստեղ Չինաստանը մեղավոր չի, այսինքն բիզնեսմենը կարող է ունենալ ահռելի ախորժակ, բայց պետությունը ինչի համար է։ Պետությունը նրա համար է, որ թույլ չտա նման ահռելի գերշահույթ։ Եվ իմ պարագայում դա բացառվում է միանշանակ Երևանին անհրաժեշտ է նոր մետրոյի կայարաններ, բայց մետրոյի թանկացում էլեմենտ որ դառնա ճոխություն թոշակառուի համար կամ առհասարակ ճոխություն, ես դա բացառում եմ։ Ես այդ պատասխանը կտայի ձեզ։ Մադամ Սիլվիա Facebook-յան այսպիսի անունով օգտատերը ձեզ հարց է ուղղել։ Պարոն Ղուկասյանին կխնդրեի փոխանցել թերևս ինձ եւ շատ շատերին հուզող առանցքային հարցերից մեկը, որը վերաբերվում է առողջապահությանը։ Դա դոնորական օրգանների օգտագործման հարցն է, ոչ կենդանի դոնորներից։ Այս կարևոր հարցին վերջնական լուծում տալով ոչ միայն կխաթարվի երկրից արտագաղթը, այլ ընդհակառակը կխթանվի ներգաղթ այն մեր հայրենակիցների, ովքեր ստիպված բռնել են դեպի եվրոպական երկրներ տանող ճանապարհները։ Տարիներ շարունակ այդ հարցին այդպես էլ ոչ մի կառավարություն չանդրադարձավ։ Սա այսօրվա առողջապահական համակարգի հրամայական պահանջն է, հարցերի հարցը։ Խնդրում եմ անպայման փոխանցել այս հարցը պարոն Ղուկասյանին, մի վայրկյան չեմ կասկածում, որ իշխանության գալու դեպքում հարցը անմիջապես լուծում կստանա։ Միշտ վստահել եմ ու կվստահեմ քեզ Վարդան ջան, առաջ Աստված, սպասում ենք անհամբերությամբ։ Շատ շնորհակալ եմ նախ վստահության համար, մեկ, երկրորդը այո, այդ հարցը իմ իշխանության օրոք պետք է ստանա անհապաղ լուծում, քանի որ ես այդ բնակավարի ամարտ եմ եւ կրթություն ունեմ, ես գտնում եմ, որ այո, դոնորների ինստիտուտը պետք է անպայման զարգանա ոչ միայն մահացածների հետ կապված, այլ նաև տեսեք, օրինակ Միացյալ Նահանգներում այդպիսի բան կա,
վարչական իրավունք ստանալուց ինձ ցերտիկ դեմ տվեցին, ասոք դուք համաձայն եք, որ ավտովթարից մահանալու դեպքում ձեր օրգանները այսինքն դուք հանդիսանեք որպես դոնոր։ Ես տորակեցի, որ այո։ Այսինքն նույնը պետք է կիրառվի Հայաստանի Հանրապետությունում, անձը, ով մահանում է ավտովթարի հետևանքով կամ բարդությունից վայրընկնելուց, նու դժբախտությունը երբ որ գալիս է, մենակով չի գալիս։ Նման դեպքերում անակնկալ կամ հակարծակի վրա հասած մահիճ իրաներ ընկած քաղաքացու օրգանները պետք է գնա, այսպես ասած, դոնորական կենտրոն եւ ծառայի այս կամ այն հիվանդի կյանքը փրկելու համար։ Դուք շատ ճիշտ եք նկատել, դա կնպաստի ներգաղթին եւ անպայման իշխանության ազդելուց անմիջապես հետո 1-2 ամսվա ընթացքում այդ հարցը պետք է անհապաղ ստանա լուծում։ Հետո որ ասում է դրա նկատմամբ ես ունեմ անբեկանելի վերաբերմունք, որ այո, դա պետք է կիրառվի նաև Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս արագ։ Ես այդ կարծիքին եմ, շնորհակալություն ասեմ։ Իտալիան բնակվող մեր հայրենակից Վարդան Լևոնի Բաբանը, ով բավականին ակտիվ է Facebook-ում, պետք է տեղեկացնեմ ձեզ, պարոն Ղուկասյան, որ շատ հաճախ է եթերներում խոսում ձեր մասին, իր ողջույնն է փոխանցում եւ շատ շուտ ցանկանում է ձեզ տեսնել ազատության մեջ։ Պարոն Բաբանը ցանկանում է իմանալ մինչև ընտրությունները որն է լինելու քաղաքական ձեր իդեոլոգիան։ Ես ճանաչում եմ հերակա մեր հարգարժան հարցտվողին։ Ես էլ իմ բարևներն ու ողջույններն եմ իրեն փոխանցում, իդեոլոգիան որն է։ Մեր իդեոլոգիան իմ նախընտրական ծրագրի մեջ նշված է, մեր իդեոլոգիան ավելի շատ տանում է դեպի սոցիալական պետության, կամ ուսումն ընդունված է ասել բան սոցիալիզմի, որովհետև մենք տենում ենք, որ ինչ է կատարվում հիմա կապիտալիստական խոշոր երկրներում, որտեղ որ առողջապահական վիճակը գնալով վատարանում է, մեր իդեոլոգիայի հիմքում դա մարդու երջանիկ, ապահով, բարեկեցիկ ապրելակերպն է լինելու Հայաստանի Հանրապետություն։ Հիմա կասեն ապագորգոր բարեր ասը, խոսում այդ ինչպես միշտ, մյուսների նման եւ այլն, սա այդ ապագորգոր բարեր չեն։ Մեր իդեոլոգիան մարդը գերագույն արժեք հասկացողությունը, որ մինչև հիմա գրված է թղթի վրա ուտեցել մնացել է թղթի վրա, դա իրականացնելն է, որ մարդը պիտի կարողանա ստանալ եւ անվճար բուժօգնություն, եւ անվճար ուսում, եւ վերջիվերջո ապրի այդ կարճ 60-70 տարի որպես մարդ։ Այլոց ամբողջը ստրես, որտեղից հացայտացի սրանց բանից, սրան գյուղին, նրան մորտին, նրան բռնաբարին, հողերը հազվին, այսինքն դրա վերջը պիտի տվասվի թե չէ։ Սոցիալական պետություն ստեղծելն է, այսինքն մեր իդեոլոգիան 1-2 չի, 3 չի, մենք այն տիպի երկրն հիմա փոխանցելու մեզ, որ մենք չգիտենք, ասած, որտեղից պիտի սկսենք, որտեղից պիտի ավարտենք, բայց որտեղից պետք է սկսենք։ Եվ այդտեղ ունենալ մի հատ իդեոլոգիա, ես չունեմ մի հատ իդեոլոգիա, մեր իդեոլոգիան շատ է, այդ ամբողջ իդեոլոգիան կետարկետ, տարբեր բնագավառներով, ես չեմ կարող մեկ առանձնացնել։ Նշված էին նախընտրական ծրագրում, որ ես հայտարարել 2004 թվականին, կարծեմ արդեն մի տարի առաջ։ Մի հատը չի, երկու հատ չի։ Ես շատ իդեոլոգիաներ ունեմ, շատ իդեաներ ունեմ, շատ մտքեր ունեմ։ Մեկը չի, որ ես ասեմ կոնկրետ սա է եւ վերջ։ Ուղղակի որպես կորիս վերցնում ենք, որ մարդը պիտի լինի գերագույն արժեք եւ վերջ։ Դա է։ Թե չէ կոնկրետ ասեմ այս ամենագլխավորը սա է, չէ, ամենագլխավորը նաեւ Ղարաբաղը հետ բերելը, ամենագլխավորը նաեւ պետություն ստեղծելը, այդ անկախ դատական համակարգ ստեղծելը, այսինքն շատ է, մեկը չի։ Դրա համար իմ նախընտրական ծրագիրն է, իմ իդեոլոգիան, իմ նախընտրական ծրագիրն է, այդպես պատասխանել։ Թող բացեն, նստեն, կարդան, ինչ կա չկա, մեջը, այդ իմ իդեոլոգիան է։ Օդ, դո, յայ, որ ասում է, այս միջև եւ ով է։ Լեհաստանից մեր հայրենակցուհին գրում է. Պարոն Ղուկասյան, հարցս հետևյալն է. Ձեր ընտրվելուց հետո ինչ լուծում կստանա կոնդի հարցը։ Հարգանքներով ձեր կուսակցության համախոհ Լիլիա Չոբանյան։ Ուրեմն կոնդի հարցը ես գիտեմ, որ կախված է վաղուց ժողովրդի
գլխին եւ այլն, այնտեղ ես որքանով տիրապետում եմ իրավիճակին, մի տան վրա կավոր գրանցված է մինչև 20-30-40 հոգի, եւ այդ տունը իր չափերով ընդամենը 18 քառակուսի մետր է, թե ոնց է 30-40 հոգի մարդ գրանցված չգիտեմ, նմանատիպ հարցերը տեղ շատ կան, բայց որ կոնդը պետքա իմի բերվի, միանշանակ պետք է իմի բերվի։ Կապված բնակարանային հարցը լուծելու կոնդի բնակիչների, այո, պետքա լուծվի։ Այսօր Երևան քաղաքում աճուձախ գնում է շենքերի շինարարություն, նորակառույցների, որին որ ես կատեգորիկ դեմ եմ։ Նամանավանդ այդ 30-40-50 հարգանի շենքեր, որոնք որ բերում գցում են օրբելի եւ այլի վրա, որը պետք է քանդվի։ Բայց այդտեղի ժողովրդին, որ պետք է տվեցի բնակարաններ, պետք է տվեցի անպայման։ Դա ինձ թվում է առանձնակի ուսումնասիրության թեմա է։ Հիմա քանի որ ես ամբողջական թեմային ծանոթ չեմ ուզում ոչ ոսկե սարեր խոստամ ուրիշների վրա նման հետո կամ ոչ շքակ չանեմ ժողովուրդը իրավացի հարցակվի բին վրա, բայց այն որ կոնդը պետքա մաքրվի, այն որ տեղի բնակիչները պիտի ստանան բնակարաններ, Ես ասեմ, որ բոլորը բնակարան պիտի ստանան Երևանի կենտրոնում, միանշանակ է կխաբեն։ Որովհետև կենտրոնը այլևս տեղ չկա, այլ մի բան է պետքա բեռնաթափվի կենտրոնը, որովհետև այս խցանումների պատճառը հենց դա է, որ ամեն քայլափոխին շենք են գցել։ Վաղը մսով մի հատ սեյսմիկ ակտիվություն եղավ, ես չգիտեմ դա ոնց է մենք հավաքելու։ Բայց այն որ պիտի ունենա լուծում, նախ պետք է այդ ապուրինի կամ ոչ թե ապուրինի, այլ ֆեյք գրանցումները մաքրվեն եւ ռեալ հասկանանք մի տան վրա, մի տանը քանի մարդ է ապրում։ Նոր այդ իրական ապրողների թվով լուծել բնակարանային խնդիրը այդ մարդկանց ոչ կենտրոնում, որովհետեւ կենտրոնում տեղ չկա։ Բայց ես գտնում եմ սենց, որպես փոխհատուցում պետքա տվեցվի բավականին մեծ քառակուսի, խոսքի օրինակ Դավթաշենում, 17 թաղամասում, Հավանում, Զեյթունում եւ այլն, որպեսզի այդ բանը այդ հավաբնից տեղափոխվի բարեկեցիկ բնակարան, բայց խոսքի օրինակ Երևանի մեկ այլ թաղամասում։ Ով ասել է բոլորը պիտի ապրեն կենտրոնում։ Ես ոնց է ապրում Չարբախում։ Ինձ համար շատ լավ է։ Կամ Չարբախում, բայց ավելի մեծ քառակուսին է բնականաբար։ Մինիմում 65 քառակուսի մետր տրամագծով բնակարաններ։ Իսկ այդ տարածքը ես չգիտեմ, երևի կվերածեն այգիների, երևի կվերածվի ինչ-որ բավականին լուրջ ինչ-որ մի հասարակական վայրի, բայց ոչ բնակարաններ ու շենքեր գցելու, որովհետև տեղ չկա այլևս, հասկացեք։ Եղածել է պիտի քանդվի։ Բայց ինչև 100%, այսինքն ամբողջական կերպով ես չծանոթանամ այդ խնդրին, ոչ պատասխան չեմ կարող տալ 100%։ Այս հարցում խնդրում եմ մոտեցեք ներողաբար։ Այսքան։ Էդիկ Սարգսյանը հարցնում է պարոն Ղուկասյան, իշխանություն գալուց հետո ինչպիսի բարեփոխումներ կլինեն թոշակառուների համար։ Թոշակառուները ցավոք սրտի ամենախոսելի խավն են եւ ամենաանտարբերության մատնված խավերից մեկը։ Քանի որ Երևան քաղաքում տրանսպորտը պետք է դառնա անվճար, դա ամենառաջի օգնությունը կլինի թոշակառուներին, մեկ։ Երկրորդը պետք է թոշակը անպայման բարձրացվի, մակասեն բոլորն էլ դա են ասում, ես էլ եմ դա ասում, բայց ի տարբերություն բոլորի դա պետք է իրականացվի եւ մինիմալ, ամենամինիմալ թոշակը պետք է ըստ ինձ լինի 75,000 դրամից ոչ պակաս։ Թոշակառուների հետ կապված նրանց առաջնահերթություններից մեկը համարվելու է հասանելի բուժօգնությունը, ես հենց այսօր նորից դրա մասին էի մտածում, որ թոշակառուները նամանավանդ հիվանդության թոշակ ստացողները, որոնք գտնվում են հեմոդիալիզի տակ, որոնք գտնվում են ոնկոլոգիայի ինստիտուտում հաշվառման մեջ եւ այլն, պետք է հնարավորություն ունեն այսինքն ստեղծվի այդ մարդկանց համար, որ այդ մարդիկ հիվանդանոց գնան գան հատուկ ստապողության մեքենայով, ինչպես դա կատարվում է այս երկրում։ Այսինքն մեքենան գալիս է, վերցնում է, տանում է հեմոդիալիզի եւ հետապերում։ Ամեն բժշկական կենտրոն պիտի ունենա իր հեմոդիալիզը, ոչ թե քաջարանից գնացել բան մեղրի եւ հակառակը։ Թոշակառուների հետ կապված նաեւ
նամանավանդ միայնակ թոշակառուների հետ կապված ամենախոցելի խավն է, անպայման պետությունը պետք է սահմանի հատուկ զեղչեր նրանց կոմունալ ծախսերին վերաբերվող, լույս, գազ, ջուր, պարտադիր։ Իսկ այն ընտանիքում, որտեղ որ կապրի թոշակառուն, այդ ընտանիքը պետք է օգտվի այդ թոշակառուի ներկայությունից։ Կա այս տան մեջ թոշակառու, այդ ընտանիքը 25%, 35% նայած ինչքան թույլ կտա ծախսը, լույսը, գազը, ջուրը, այսպես ասած, պետք է լինի զերծ այդ ընտանիքի համար, որովհետև այդ տան մեջ ապրում է թոշակառու։ Որպեսզի ընտանիքը չասի, իմ թոշակառուին եկալ ընտանեմ գցեմ ծերանոց, որովհետև ինքը ավելորդ բեռ է։ Թոշակառուն չի կարող նել ավելորդ բեռ։ Իսկ այն ընտանիքը, ով թոշակառուին կտանի կգցի ծերանոց, այդ ընտանիքը պետք է պետությանը վճարի ալիմենտ։ Տղենա մորը տարե գցե ծերանոց, տղաները պետք է վճարեն ալիմենտ։ Աղջիկն ու տղաներն են տղե գցել ծերանոց, պետք է վճարեն ալիմենտ։ Իրենց հորը, մորը պահելու համար։ Թոշակառուները այսօրվա Տորոք նորից եմ ասում, ամենախոցելի խավերից մեկն է տարել, բայց այս իշխանության այդ օրոք և դարել է գլխացավանք այդ իշխանության համար, որովհետև երիտասարդ ուժը, երիտասարդությունը գնալով արտագաղթում է և աշխատող մարդկանց քանակը բնականաբար նվազում է, որովհետև աշխատատեղ էլ չունի այս երևույթը, և թոշակառու պահելը դառնում է դժվար։ Իսկ ինչու չկա աշխատատեղ, ինչու չկա ներդրում, որովհետև նույն չինացիները, նույն արաբները, որոնք ուզում են գան Հայաստանում ներդրում անեն, պիտի անպայման նրան մտցնեն փայ բիզնեսի մեջ ու կարան ներդրում անեն։ Նման բան բացառվելու է։ Նայեք, սովետական միության ժամանակ մենք ունեինք հսկայական քիմիական հարսնաբերություն։ Հիմա զերո։ Կար հացուցաշինական, չգիտեմ, գործարաններ եւ ինչ տիպի գործարաններ կար։ Հիմա զերո, աղբամշակման գործարան, որը որ այս տարբեր երկրներ ուզեցան գան, բացեն չեխերը, բրազիլացի, գիվալան, չթողեցին։ Այդ ամենը ինչի բերեց աշխատախուժի պակասեցմանը, գործազերկության քանակը գնալով աճում է, թոշակառուների քանակը գնալով աճում է։ Երբ որ գործազերկության քանակը իջնի, իսկ դա կիջնի մեր իշխանության օրոք, որովհետև ես արդեն հանդիպ ունեցել եմ խոսակցություններ մինչև ստեղ հայտնվել է տարբեր բիզնեսմենների հետ, որոնք ասել են ձեր օրոք մենք կանենք ներդրում։ Որովհետև որ ասում գերու կա, պեչատու կա, որ ոչ մեկ կառավարությունից չի մտնելու փայ։ Եթե մենք կարողացանք ապահովել նորմալ աշխատատեղերի քանակ, իսկ մենք կարողանանք դա ապահովել, այսինքն թոշակառու պահելը այլևս այսքան ծանր բեռ չի լինի պետության վզին դրված։ Բայց այն որ այդ մարդիկ պիտի օգտվեն սոցիալական արտոնություններից, պիտի օգտվեն միանշանակ եւ օգտվեն։ Սա է իմ բնապատասխանը քաղաքացուն։ Պարոն Ղուկասյան, քանի որ ձեր ժամանակը ամենափակ իսկ հարցերը շատ են, հաջորդ մեր զրույցի ժամանակ ես կփորձեմ մնացած հարցերը ներկայացնել ձեզ։ Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար, ձեզ լավ օր ենք ցանկանում։ Հուսանք, որ առաջիկայում Աստծո կամոք դուք հնարավորություն կունենաք պատասխանելու ձեր համակիրների եւ աջակիցների հարցերին տետատետ։ Ցանկանում եմ նաեւ ձեզ տեղեկացնել, պարոն Ղուկասյան, որ դուք մենակ չեք, ժողովուրդը սիրում է ձեզ, ժողովուրդը սպասում է իր առաջնորդին։ Շատ շնորհակալություն ջեր բարերի համար, ես դրանում վստահ եմ, այո նաև վստահ եմ, որ շատ մոտ ժամանակում հնարավորություն կունենամ արդեն բացեի բարձ ավելի երկար եւ մանրակրկիտ պատասխանել թե հեռուստադիտողների, թե մեր ֆեյսբուքյան հետևորդների, հասարակ ժողովրդի հարցերին։ Եվս մեկ անգամ նորից շնորհակալ եմ ձեզանից, շնորհակալ եմ բոլոր ավտոերթի մասնակիցներից, մեր աջակիցներից։ Վասան Ղուկասյանը ամուրը իր տեղում է մի խոսքով ամեն ինչ լավ ալնելու, Գաներ ջան, շնորհակալություն, այսքան, հաջողություն։